Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ, սիրով ողջունում եմ ձեզ իմ ալիքում։ Երկար ժամանակ է, որ տեսանյութ չէի նկարում, ինչ տեղադրում էի արդեն վաղուց նկարված տեսանյութեր էին, որովհետև այս տոների ժամանակ, զատկի տոների ժամանակ լավ աշխատանքային, բուրըն զբաղված օրեր ունեի, այնպես որ չէի հասցնում։ Հիմա անցավ զատիկը, սիրելիներս, պատրաստում ենք շատ համեղ թխվածքաբլիթներ։ Զատիկից մնացած էլ ձվի շոկոլադ ունեմ, դա էլ կօգտագործենք։ Հիմա ինչ ենք անելու, սիրելիներս, պատրաստել ենք բոլոր բաղադրիչները, մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ ու մի քանի րոպե պատրաստելու համար այս հրաշք թխվածքաբլիթները։ Իդեպ ասեմ, որ ամենահամեղ խմորներից մեկն է ու ամենահամեղ թխվածքաբլիթներից մեկն է։ Այն որ սենց ուտում ես, ուզում ես էլի ուտես, ուզում ես էլի ուտես, այդ տարբերակն է։ Հիմա ինչ ենք անելու, անհրաժեշտ է սիրելիներս 125 գրամ կարագ յուղ կամ ձեթ, ձեթ այդքան էլ խորհուրդ չեմ տալիս, ես յուղով եմ պատրաստում, դե դուք արդեն գիտեք, իմ մշտական ընկեր հովանավոր ռեդի յուղն է, սիրելիներս պատրաստեք, ձեռք բերեք, որովհետև հրաշք է ուղղակի, թխվածքաբլիթները, խմորեղենները, ուտեստները ստացվում են շատ համեղ այս յուղով, Բելգիայում է արտադրվում և ներմուծվում է Հայաստան և Վրաստան, այնպես որ կարող եք հանգիստ ձեռք բերեք։ Սիրելիներս խոլիստերին չի պարունակում, այնպես որ հանգիստ եղեք։ Յուղին ավելացնում ենք 1 ձու, ամբողջական ձու։ Ավելացնում ենք 70 գրամ շաքարավազ, շաքարավազի չափը դուք որոշեք, կարող եք նաև մի փոքրիկ ավելացնել։ Ավելացնում եմ շաքարային վանիլին, 10 գրամ է, ու այս ամենը մի լավ պետք է խառնենք։ Կարող եք խառնել նաև հարիչով, եթե կարագով եք պատրաստելու, կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, որպեսզի հեշտ պատրաստեք։ Սիրելիներս, ջեռոցը նախապես արդեն միացրել եմ, քանի որ շատ արագ պատրաստվող խմոր է, կարիք չկա երկար սպասելու, 170 աստիճանում ենք թխելու, թխվածքաբլիթները սոդա կամ խրեցուցիչ չեն պահանջում, առանց դրա է լինելու։ Այնպես որ հանգիստ պատրաստում ենք, տեսեք, լավ խառնվեց, միաձուլվեցին բոլոր բաղադրիչները, այս դեպքում կարող ենք ավելացնել ալյուրը, 190 գրամ ալյուր է, իդեպ ալյուրի մասին, քանի որ յուրաքանչյուրը ապրում է մի քաղաքում, մի երկրում, որտեղ հնարավոր է, որ բաղադրիչների որակները տարբեր լինեն, խանութում վաճառվում են տարբեր տեսակի ալյուրներ, ես օգտագործում եմ սովորական ալյուր, ոչ բարձր տեսակի, ոչ էլ սև ալյուր, երկրորդ տեսակի, սովորական ալյուր եմ օգտագործում, ես այստեղ ոչ մի տարբերություն չեմ տեսնում, դասական բիսկվիտ չէ, որ ասենք բարձր որակի ենք օգտագործում, կամ էլ շերտավոր խմոր չենք պատրաստում, որպեսզի սպիտակուցների քանակը շատ լինի ալյուրի մեջ, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ ալյուրների խտությունը կամ խոնավությունը տարբեր է լինում, սիրելիներս, դուք պետք է կողմնորոշվեք, հնարավոր է մեկի մոտ 190 գրամ պահանջի, հնարավոր է մեկի մոտ 200 գրամ, մեկի մոտ ավելի քիչ։ Հիմա ես դες ցույց կտամ, այսպիսի խմոր պետք է լինի, որ գթալով հանգիստ խառնեք, ոչ ջրիկ, ոչ էլ պինդ խմոր, այսպիսին պետք է լինի, տեսեք, որքան հետաքրքիր բաղադրություն ունի, վերջ, խմորը պատրաստ է։ Հիմա խմորը պետք է լցնենք տոպրակի մեջ, խոհանոցային, որպեսզի տեղափոխենք ջեռոցի թավայի մեջ։ Դուք ընտրեք ձեր տեսակը, կարող եք ձեռքերը պարզապես ձեթոպել, ձեռքերով գնդեր անել կամ որևէ մի տեսակի թխվածքաբլիթի ձև ընդունել։ Սա ուղղակի ամենատարածված տեսակն է։ Որպես ձև ընտրել եմ, այս տեսեք, որ տեսակն եմ ընտրել, այս տեսակն եմ ընտրել, կարող եք ընտրել ցանկացած տեսակի ձևավորման, չգիտեմ հայերենով ինչպես է կոչվում, իտալերենով պունտա է կոչվում։ Ու այսպես սիրուն արագ-արագ թխվածքաբլիթի տեսք ենք տալիս։ Երկարությունը դուք եք որոշում, չափը դուք եք որոշում։
Վերջ սրանից էլ հեշտ ձև, ջեռոցը արդեն տաք վիճակում է, ուղարկում ենք ջեռոց, քանի որ սոդա կամ խրեցուցիչ չունի խմորը, չի ուռելու, նույն չափով է մնալու, կարող եք շատ մոտիկ դասավորել, հենց մեկ անգամով թխել, ինչպես որ ես եմ անում սիրելիներս, նույն չափով է լինելու, չի ուռելու ու շատ արագ է պատրաստվելու 10 րոպեում, գուցե նաև ավելի շուտ։ Պետք է մի փոքրիկ գեղեցիկ կարմրաթուշիկ լինի ու հետո արդեն կշարունակենք։ Հիմա ըստ ցանկության շոկոլադ ենք հալեցնելու, կամ միկրոալիքային վառարանում, կամ էլ ջրային գոլորշու վրա։ Ես կօգտագործեմ զատիկից մնացած շոկոլադները, կաթնային է։ Դուք կարող եք օգտագործել ցանկացած տեսակի շոկոլադ, սիրելիներս, չափը, որ ասեմ, այսքան գրամ շոկոլադ ենք օգտագործելու, մի քիչ, մոտավորապես 100 գրամ, 50 գրամ նույնիսկ, որովհետև մի փոքրիկ էսպես թաթախելու ենք ու հանենք։ Մի խորհուրդ տամ ձեզ, եթե պետք է միկրոալիքային վառարանում հալեցնել շոկոլադը, երբեք չթողնեք, որ 1 րոպեից ավել լինի։ Իհարկե կախված է չափից ու շոկոլադի տեսակից, որովհետև շոկոլադը վառում է ու հետո շաղվում է, էլ չեք կարող ետ բերել։ Ավելի լավ է քիչ, տաքացնեք ու հետո գթալով այսպես խառնում եք, ինքը աստիճանաբար սիրուն հալվելու է։ Թխվածքաբլիթները պատրաստ են։ Տեսեք ինչ տեսակի են, թխվածքաբլիթները խրտ-խրտան, բայց միևնույն ժամանակ այնքան նուրբ, որ շատ հանգիստ կարող են փշրվել։ Հիմա ինչ ենք անելու, վերցնում ենք թխվածքաբլիթները, ուղղակի այսպես մի փոքրիկ թաթախում ենք շոկոլադի մեջ ու նորից տեղադրում ենք իր նույն տեղը։ Այսպես ենք անում։ Դե դուք որոշեք շատ, քիչ, ինչ չափի եք ուզում, որպեսզի շոկոլադապատ լինի։ Թողնում ենք, որպեսզի մի փոքրիկ հովանա, քանի որ ջեռոցի տապակի վրա եմ պահել, դեռ տաք վիճակում է, մի քիչ ուշ է սառելու, բայց կապ չունի։ Այսպես սիրուն պատրաստում ենք ու հետո ամուշ ենք անում թեյով, սուրճով, ինչպես որ դուք սիրում եք։ Վերջ սիրելիներս, տեսեք, մեր համեղ սիրուն, տեսեք որքան արագ պատրաստվեց, ընդամենը 10-15 րոպե եւ մեր համեղ թխվածքաբլիթները պատրաստ են։ Արագ է պատրաստվում, հեշտ է պատրաստվում, արդյունքում ստացվում է շատ համեղ թխվածքաբլիթներ։ Դե ինձ սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, իմ հետ եք, պատրաստեք, անուշարեք, թեյով, սուրճով, ինձ էլ կհիշեք, ինչպես միշտ։ Հաջողություն եմ ասում բոլորին, կփորձեմ հիմա կասեմ համը ինչպիսին է, դեռ տաք վիճակում է, չի սառել, դրա համար չեմ տեղափոխում ուրիշ ափսեի մեջ, երբ որ արդեն սառել, կարող եք հանգիստ տեղափոխել սառնարանի մեջ, որ ավելի համեղ է լինում սառը վիճակում։ Հաջողություն բոլորին սիրելիներս, կհանդիպենք հաջորդ տեսանյութին։ Տեսնենք ինչպիսին է։ Այսինչ լավն է, փխրուն է, խրտ-խրտան ու շատ նուրբ, համեղ է շատ, անպայման կփորձեք։